Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք մեր առցանց դասընթացը էլեկտրադինամիկա ընդհանուր խորագրով։ Էլեկտրամագնիսական ալիքների տեսություն վերնագիր ունեցող դասընթացի խոշոր գլխի շրջանակներում, որին մենք արդեն նվիրել էինք մի քանի դասեր, այսօր մենք կսկսենք այդ գլխի մի նոր բաժին, որը կանվանենք էլեկտրամագնիսական ալիքների տարածումը ուղղորդող համակարգերում։ Այս վերնագրի ներքո մենք կունենանք մի քանի դասեր նվիրված ուղղորդող համակարգերի տարբեր տեսակներին։ Այսօրվա 18-րդ դասը այս բաժնի առաջին մասն է, որը ներառում է ուղղորդող համակարգերի ընդհանուր տեսությունը, տեսական հասկացությունները եւ քննարկումները։ Իսկ հաջորդ դասերի ընթացքում նույն վերնագրի ներքո մենք կքննարկենք առանձին ուղղորդող համակարգերի մանրամասները, դրանց տեսությունը եւ գործնական կիրառությունները, որպես այս նույն բաժնի հաջորդ մի քանի մասեր։ Մեր այս դասը սկսենք այն հիմնական դրույթներից, որոնք վերաբերում են էլեկտրամագնիսական ալիքների ուղղորդող բոլոր տեսակի համակարգերին։ Նախ դիտարկենք ուղղորդող համակարգերի կառուցվածքի օրինակներ, որոնցից առաջինը ընտրենք երկլար սիմետրիկ փոխանցման գիծը։ Այն սխեմատիկ պատկերված է նկար 4.5.1-ում եւ ըստ էության իրենից ներկայացնում է երկու գլաններ, որոնք օրինակ պղնձալարեր են եւ ուղղանկյուն կոորդինատային համակարգում դրանք սիմետրիկ են x առանցքի նկատմամբ։ Հաջորդ պատկերի վրա, այսինքն նկար 4.5.1-ում, ցույց է տված այդ սիմետրիկ փոխանցման գծի հնարավոր կառուցվածքներից մեկը։ Դա այսպես կոչված աբոնենտային լարերն են։ Տասնյակ տարիներ առաջ, երբ թվային բջջային հեռախոսային ցանցերը դեռ գոյություն չունեին, կային միայն անալոգային հեռախոսային ցանցեր, որոնք աշխատում էին միայն լարային գծերի օգնությամբ։ Եվ այստեղ այս նկարի վրա բերված սիմետրիկ գիծը փաստորեն թույլ էր տալիս հեռախոսի ապարատը միացնել բաշխման տուփի հետ, որը սովորաբար տեղադրվում էր բնակարանից դուրս։ Ինչ վերաբերում է բաշխման տուփից մինչև, ասենք, բաշխման պահարան կամ բաշխման պահարանից մինչև հեռախոսակայան միացման կաբելներին, ապա դրանք որպես օրենք ավելի խոշոր կաբելներ էին, որոնց պատկերը բերված է այս հաջորդ նկարի վրա, եւ այդ կաբելի միջուկը իր մեջ էր պարունակում տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր այդպիսի զույգեր։ Յուրաքանչյուր զույգը ոլորված էր, եւ այդ ոլորումը արվում էր այն նպատակով, որ բացառվեն փոխադարձ ազդեցությունները երկու հարևան զույգերի միջև։ Որպես օրենք այդ կաբելները զրահապատված էին, որպեսզի խուսափեն որևէ մեխանիկական վնասվածքներից։ Այս ծանրակշիռ եւ օգտագործման համար անհարմար կաբելները լայն կիրառվում էին նախկինում մեծ քաղաքային հեռախոսային ցանցեր կազմակերպելու համար, եւ պատկերացրեք մինչև օրս նրանք շարունակում են կիրառվել։ Մի քիչ շեղվելով իմ ասածից, նշեմ, որ այստեղ հիմա եւ հետագայում ես կօգտագործեմ կաբել տերմինը փոխարեն մալուխ տերմինի, որը համարում եմ ոչ այնքան հաջող եւ որը լայն կիրառում է ստացել ամենուրեք։ Բացի այդ, կաբել բառը օգտագործվում է տարբեր երկրներում եւ հասկանալի է տարբեր երկրների մասնագետների համար։ Այդ իմաստով կաբել բառը փոխարինել մալուխ բառով համարում եմ աննպատակ եւ անիմաստ։ Հաջորդ 4.5.1D նկարի վրա բերված է միջքաղաքային բազմուղի լարային կապի գծի կառուցվածքը։ Սա այսպես կոչված օդային լարային կապի գիծ է, եւ նա կարող է բաղկացած լինել տասնյակ զույգերից, իսկ յուրաքանչյուր զույգը հատուկ խտացման սարքավորման օգնությամբ կարող է փոխանցել 2 կամ 3 աբոնենտների ազդանշաններ։ Այսպիսի գծերը շուտվանից արդեն իրենց դարը ապրել են եւ այսօրվա օրով կարող են քմծիծաղ առաջացնել այն պարագայում, երբ մենք ունենք բջջային հեռախոսային ցանցեր,
որոնք օգտագործում են թվային ազդանշաններ եւ որոնք շուտվանից արդեն փոխարինել են լարային կապի գծերին։ Եվ այստեղ բնականաբար կարող է հարց ծագել, արդյոք սիմետրիկ փոխանցման գծերը իմաստ ունի առհասարակ դիտարկել, թե ոչ։ Պատասխանն է այո, իմաստ ունի։ Այստեղ կուզեի հիշեցնել, որ մեր նախորդ դասերից մեկում, այն է 10-րդ դասի ընթացքում, մենք դիտարկեցինք, թե սիմետրիկ փոխանցման գիծը օգտագործելիս թվային աուդիո ազդանշան փոխանցելու համար անհրաժեշտ է առնվազն 300 կիլոհերց հաճախությունների տիրույթ։ Սակայն ցավոք սիմետրիկ գծերը չեն կարող օգտագործվել 200-ից 250 կիլոհերց հաճախություններից ավելի բարձր միջակայք ապահովելու անհրաժեշտության դեպքում։ Սակայն այս խնդրը գեղեցիկ լուծում է ստացել ժամանակակից թվային եղանակների կիրառումով։ Հաջորդ 451E նկարի վրա բերված է ժամանակակից այսպես կոչված HDMI տիպի կաբելի տեսքը, որը թույլ է տալիս չափազանց բարձր որակի պատկերներ եւ ձայնային ազդանշաններ փոխանցել համեմատաբար փոքր հեռավորությունների վրա, նկատի ունեմ մինչև տասնյակ մետր հեռավորությունները։ Այս կաբելները հիմնականում նախատեսված են համակարգչից մոնիտոր ազդանշաններ փոխանցելու համար, բայց դրանք ունեն նաև այլ նպատակներ։ Օգտագործվում են նաև նման տիպի այլ կաբելներ, օրինակ այսպես կոչված Ethernet կաբելներ, որոնք նույն ձևով են կառուցված, այսինքն սիմետրիկ լարային փոխանցման զույգերից եւ նախատեսված են օրինակ համակարգիչը Wi-Fi սարքին միացման համար կամ երկու համակարգիչ իրար միացնելու համար։ HDMI հապավումը ինքնին հնչում է որպես High Definition Multimedia Interface։ Սա նշանակում է, որ HDMI-ը ոչ թե միայն կաբելին է վերաբերվում, այլ դրա կառուցման սկզբունքին, ինչը իր հերթին նշանակում է, որ այս HDMI կաբելի միացման կետում կա նաև մի փոքրիկ էլեկտրոնային հանգույց, որը կոչվում է Transition Minimized Differential Signaling, TMDS, եւ այն թույլ է տալիս վիդեո ազդանշանը կամ ձայնային ազդանշանը սեղմել, նկատի ունենք թվային ազդանշանը իհարկե, սեղմել եւ փոքրացնել նրա փոխանցման արագությունը, որպեսզի հնարավոր դառնա այդ փոխանցումը սիմետրիկ լարային փոխանցման գծով։ Ինչպես տեսնում ենք, այս HDMI կաբելի մեջ մենք ունենք 3 հատ սիմետրիկ զուգահեռ TMDS լարեր, Channel 2, Channel 1, Channel 0։ Դրանք ծառայում են վիդեո ազդանշանի գունային բաղադրիչները փոխանցելու համար։ Կարմիր գույնը մի զույգով, կանաչը մյուս զույգով եւ կապույտը երրորդ զույգով։ Այս բոլոր 3 զույգերը, ավելի ճիշտ դրանք ոչ թե զույգեր են, այլ 3 լարից բաղկացած խմբեր, որոնցից երկու լարը ոլորված են, իսկ մեկը գալիս է առանց ոլորման։ Ցավոք այս կաբելի երկարությունը չի կարող լինել տասնյակ մետրերից ավել։ Բանն այն է, որ նույնիսկ TMDS սարքավորման կիրառման պայմաններում թվային ազդանշանը սիմետրիկ զուգահեռ զույգով անցնելիս աղավաղվում է եւ տասնյակ մետրից ավել երկարության դեպքում հնարավոր չէ TMDS հանգույցի օգնությամբ վերականգնել այն ընդունման կետում։ Էլեկտրամագնիսական ալիքների ուղղորդող համակարգերի տեսակներից հաջորդ օրինակը մենք կդիտարկենք այստեղ բերված կոաքսիալ կամ համառանցք կաբելների եւ ալիքատարների տեսակը։ Դրանք պատկերված են 451F նկարի վրա, որը իրենից ներկայացնում է կոաքսիալ ալիքատարը, եւ 451G պատկերի վրա, որը իրենից ներկայացնում է կոաքսիալ կաբելը։ Աշխատանքի սկզբունքի տեսակետից սրանք համարժեք են։ Տարբերությունը այն է, որ կոաքսիալ ալիքատարը իրենից ներկայացնում է կոշտ կառուցվածք,
դա գլանաձև խողովակ է իր միջուկով հանդերձ, շարավիղները այստեղ բերված են որպես փոքրատառ եւ մեծատառ R, իսկ կոաքսիալ կաբելը պատկերված 451G պատկերի վրա իրենից ներկայացնում է ճկուն համակարգ, որը ֆիզիկապես կարելի է դեֆորմացնել եւ հարմարացնել առկա պայմաններին։ Սա նույնպես բաղկացած է պղնձյա հաղորդիչներից, որոնցից մեկը միջուկն է, մյուսը արտաքին հաղորդալարն է։ Կաբելներում ի տարբերություն ալիքատարների ունենք նաև կոշտ մեկուսիչ, որը սովորաբար առօրյա օգտագործման կաբելներում դա պոլիէթիլեն է, ամենատարածվածը, իսկ արտաքին հաղորդալարը կաբելներում երբեմն կարող է պատրաստված լինել նաև ալյումինից, չնայած ալյումինի հաղորդականությունը ավելի ցածր է, քան պղնձինը, բանն այն է, որ կորուստների տեսակետից շատ ավելի կարևոր դեր է խաղում ներքին հաղորդալարը եւ արտաքին հաղորդալարին ներկայացվող հաղորդականության պահանջները այդքան խիստ չեն։ Հաջորդ օրինակներն են ուղղանկյուն ալիքատարը եւ կլոր ալիքատարը, որոնք իրարից տարբերվում են միայն նրանց լայնական կտրվածքով։ Ուղղանկյունը ունի ուղղանկյուն կտրվածք, կլորը ունի կլոր կտրվածք։ Նշեմ նաև, որ ալիքատարներում կլանումների կամ մարումների տեսակետից կարևորը նրա ներքին մակերևույթն է, հաճախ այդ մակերևույթը արծաթապատում են եւ դրանով նվազեցնում կորուստները։ Ալիքատարների քննարկմանը մենք կնվիրենք հաջորդ դասերից մեկը կամ մի քանիսը, կախված անհրաժեշտությունից։ Էլեկտրամագնիսական ալիքների ուղղորդող համակարգերի օրինակներից այստեղ ներկայացված են այսպես կոչված շերտային գծերը։ Մասնավորապես դա սիմետրիկ շերտային գիծն է, որը ներկայացված է նկար 4.5.1-ում, ոչ սիմետրիկ կամ ասիմետրիկ շերտային փոխանցման գիծը եւ վերջապես միկրոշերտային փոխանցման գիծը։ Բերված են նրանց լայնական կտրվածքները։ Սիմետրիկ շերտային գծերի կիրառումը այդքան լայն չէ եւ նրանք հազվադեպ են կիրառվում, ավելի հաճախ կիրառվում են ոչ սիմետրիկ կամ ասիմետրիկ շերտային գծերը։ Այս ոչ սիմետրիկ շերտային փոխանցման գծերը նախկինում օգտագործվել են այսպես կոչված printed circuit board PCB սխեմաների ստեղծման համար, իսկ նրա տարբերակներից մեկը, որը կոչվում է միկրոշերտային փոխանցման գիծ, ներկայումս հաջողությամբ օգտագործվում է միլիմետրային դիապազոնի միկրոշերտային սարքերի կամ միկրոսխեմաների ստեղծման համար։ Եվ վերջապես այս նկար 4.5.11-ում ցույց է տված մի օրինակ, թե ինչպես է կառուցվում միլիմետրային դիապազոնի զտիչը, ֆիլտրը, որը հիմնված է միկրոշերտային փոխանցման գծի վրա։ Հարկ է ասել, որ միկրոշերտային գծի հիմքը հանդիսանում է սիլիկոնային այս հարթակը, որը պատրաստված է մոնոբյուրեղային սիլիկոնից եւ ունի դիէլեկտրիկ թափանցելիության արժեքը հավասար մոտավորապես 11-ի։ Դա բավականին բարձր մեծություն է, որը շատ հարմար է դաշտը կենտրոնացնելու համար կոնկրետ այդ վերևի շերտի շուրջ եւ զգալիորեն բացառել փոխազդեցությունը հարևան միկրոշերտային գծերի միջև։ Այժմ նախքան ուղղորդող համակարգերի վերլուծությանը անցնելը, մենք այստեղ սահմանենք մի նոր հասկացություն, որը կանվանենք ալիքային վեկտոր։ Նախկինում 15-րդ դասի ընթացքում մենք սահմանեցինք տարածման գործակցի հասկացությունը, որպես 429 արտահայտություն կան կոմպլեքս թիվ, հավասար է բետա մինուս ի ալֆա։ Այս հասկացությունը ընդհանրացնելով ներկայացնենք ալիքային վեկտորը, որը սահմանվում է որպես մի վեկտոր, որի բացարձակ արժեքը տարածման գործակիցն է եւ որը ուղղված է ուղղահայաց ալիքային ճակատին, ինչպես պատկերված է նկար 4.5.2-ում,
հարթ ալիքային ճակատի դեպքում։ Այժմ հիշենք, որ 4-2-12 արտահայտությունը ներկայացնում է էլեկտրամագնիսական ալիքի էլեկտրական դաշտը, որի ալիքը տարածվում է z առանցքի ուղղությամբ։ Եվ դրա օրինակով կարելի է գրել կոնկրետ z կոորդինատի երկայնքով տարածվող կամայական ֆիզիկական բնույթ ունեցող ալիքի ընդհանուր արտահայտությունը։ Այդպիսին կարող են լինել ակուստիկ ալիքները, այդպիսին կարող են լինել գրավիտացիոն ալիքները եւ այլն։ Այդ արտահայտությունը ընդհանուր իր տեսքով ներկայացնենք որպես 4-5-1, այսինքն ու որևէ ֆիզիկական մեծություն կախված t-ից եւ z-ից հավասար է ու m իր ամպլիտուդային արժեքը անգամ էքսպոնենտ e օմեգա t մինուս kz, որտեղ կան կոմպլեքս ալիքային թիվն է, որը ներառում է փուլի գործակիցը բետան եւ մարման գործակիցը ալֆան որպես իր բաղադրամասեր։ Այժմ եթե ենթադրենք, որ տարածման ուղղությունը ոչ թե z առանցքն է, այլ կամայական է, ապա 4-5-1 արտահայտությունը կարելի է վերաշարադրել հետևյալ տեսքով. ուն հավասար է ու m էքսպոնենտ e օմեգա t մինուս k կոմպլեքս վեկտոր անգամ L0 միավոր վեկտոր։ Եվ այստեղ այս կոմպլեքս վեկտորը իր բաղադրիչներով հանդերձ ներկայացվում է որպես 4-5-3 արտահայտություն, այսինքն kx x միավոր վեկտոր պլյուս ky միավոր վեկտոր պլյուս kz z միավոր վեկտոր։ Այն ներկայացված է ուղղանկյուն կոորդինատային համակարգում, իսկ L0-ն, որը ներկայացվում է 4-5-4 այդ արտահայտությամբ, a եւ b կամայական կետերի միջև հեռավորության միավոր վեկտորն է, իսկ ալֆան այս երկու վեկտորների միջև ընկած անկյունն է։ Եվ եթե տարածման գործակցի փոխարեն մենք նախկինում այն փոխարինեցինք կոմպլեքս ալիքային թիվ տերմինով, ապա այժմ այստեղ կոմպլեքս ալիքային թիվը մենք փոխարինում ենք կոմպլեքս ալիքային վեկտորի հասկացությամբ։ Դժվար չէ տեսնել, որ եթե ալֆան հավասար է 90 աշճանի, ապա KL սկալար արտադրյալը տալիս է 0, ինչը նշանակում է, որ A եւ B կետերը գտնվում են նույն փուլային ճակատի վրա, ուստի չունեն փուլային շեղում, պայմանավորված հեռավորությունների տարբերությամբ։ Իսկ այժմ եկեք անցնենք ուղղորդող համակարգերի տեսության այն ընդհանուր մոտեցումներին, որոնք ընդհանուր են բոլոր ուղղորդող համակարգերի համար։ Նախ այստեղ նշենք, որ փոխանցման գծերի քիչ առաջ բերված օրինակներից հետևում է, որ եթե z-ը դիտարկենք որպես տարածման ուղղություն, ապա բոլոր տեսակի ուղղորդող համակարգերում z-ի երկայնքով լայնական հատույթը մնում է անփոփոխ ըստ ձևի։ Ոստի կախված z առանցքի լայնական հատույթի ձևից նպատակահարմար է կիրառել կամ ուղղանկյուն կամ գլանային կոորդինատային համակարգը, այսինքն սրանցից որևէ մեկը։ Եվ հաշվի առնելով, որ z-ի երկայնքով ունենք ալիքային process, ապա օրինակ ուղղանկյուն կոորդինատային համակարգում e եւ h դաշտերը կարող են ձևականորեն ներկայացվել հետևյալ կերպ, ինչպես պատկերված է 4-5-5 եւ 4-5-6 արտահայտություններում։ Այստեղ ենթադրում ենք, որ e եւ h դաշտերի բոլոր 3 բաղադրիչները երկու լայնական կոորդինատների եւ ժամանակի ֆունկցիաներ են, քանի որ երկայնական կոորդինատը z-ից կախվածությունը արդեն հաշվի է առնված այս էքսպոնենցիալ անդամում։ Այժմ վերադառնանք Մաքսվելի առաջի երկու հավասարումներին, դրանք են 3, 2, 22 եւ 24 հղումներում, եւ արտագրենք այդ արտահայտությունները հաշվի առնելով, որ ունենք հարմոնիկ տատանումներ եւ որ ուղղորդող համակարգի ներսում գտնվող միջավայրը անկորուստ է, այսինքն սիգման հավասար է 0-ի եւ այդ միջավայրը ոչ մագնիսական է, մյուն հավասար է 1-ի։ Այդ դեպքում այս ընդհանուր տեսքով գրված արտահայտությունները մենք կներկայացնենք 3-2-22a եւ 3-2-24a կոմպլեքս տեսքերով։
Այժմ փորձենք վերլուծել սրանք ուղղանկյուն կոորդինատային համակարգում։ Այնուհետև ավելի ուշ մենք կանցնենք գլանային կոորդինատային համակարգերի։ Այստեղ այս երկու կոմպլեքս արտահայտությունները 22A եւ 24A-ն մենք ներկայացնենք էլեկտրական եւ մագնիսական դաշտերի առանձին բաղադրիչների համար, հաշվի առնելով, որ ուղղանկյուն կոորդինատային համակարգում կամայական B վեկտորի ռոտորը կարող է ներկայացվել որպես 2,351, որը բերված է հղումների բաժնում, եւ բացանելով այս դետերմինանտի արտահայտությունը մենք կարող ենք ստանալ այս 4,5,7A-ից մինչև 4,5,8C արտահայտությունները։ Դա հույսով եմ չարժի հիմա մանրամասն քննարկել, որտեղ դա մենք արդեն արել ենք նախկինում։ Շարունակելով նշենք, որ քիչ առաջ ստացված հավասարումների երկու համակարգերը մենք կարող ենք օգտագործել, որպեսզի առանձնացնենք լայնական բաղադրիչները։ Օրինակ, վերցնենք hx արտահայտությունը կարելի է ստանալ նախորդ այս հավասարումներից, եթե չեղարկենք y-ի արժեքը այս 4,5,7b եւ 4,5,8a արտահայտություններից, այսինքն դեն նետենք y-ը եւ ստանանք hx-ի արժեքը։ Պարզագույն հանրահաշվական փոխակերպումներից հետո մենք կարող ենք ստանալ 4,5,9 արտահայտությունը hx բաղադրիչի համար։ Այս արտահայտությունը հետաքրքիր է հետևյալ առումով։ Սրա աջ կողմի հայտարարը, այդ հայտարարի առաջի անդամը ներկայացնում է հարթ էլեկտրամագնիսական ալիքի ալիքային թիվը։ Ինչպես նշվեց ավելի վաղ, ալիքի տարածման կամայական ուղղության համար ալիքային թվի փոխարեն օգտագործվում է ալիքային վեկտորի հասկացությունը, որի մոդուլը ալիքային թիվն է ինքնին։ Իսկ ինչ վերաբերում է բետային, ապա հեշտ է տեսնել, որ նրա մեծությունը ալիքային վեկտորի երկայնական պրոյեկցիան է z առանցքի վրա։ Հետևաբար 4,5,9 արտահայտության հայտարարը կարող է ներկայացվել որպես 4,5,10 եւ այստեղ օգտագործված է 4,2,9 արտահայտությունը, որը մենք 15-րդ դասում ստացել էինք, եւ այս արտահայտությունը ըստ էության ցույց է տալիս, որ կան փոխարինել է օմեգա քառակուսի էպսիլոն a մյու 0-ն, իսկ բետան փոխարինել է kz-ը։ Ուստի եթե մենք ընդունենք, որ կան ալիքային թվի ընդհանուր վեկտորն է, ապա դժվար չէ տեսնել, որ քառակուսիների այս տարբերությունը տալիս է ալիքային թվի լայնական բաղադրիչը։ Եվ նույն ձևով, ինչպես դա արվեց 4,5,9 արտահայտությունը ստանալիս, Ե եւ H դաշտերի մնացած լայնական բաղադրիչների համար կարելի է որոշել մնացած 3 բանաձևերը։ Ի վերջո մենք կստանանք այս ընդհանուր մի համակարգը բոլոր էլեկտրական եւ մագնիսական դաշտի բաղադրիչների համար՝ hx, hhy, ex եւ ey, 4,5,a-ից մինչև 4,5,9d։ Այժմ փորձենք նույն գործողությունները կատարել գլանային կոորդինատային համակարգում։ Մաքսվելի հավասարումները, որից մենք սկսեցինք մեր քննարկումը, 3,2,22a եւ 3,2,24a արտահայտությունները, որոնք գրված էին հարմոնիկ դաշտի համար, նրա բաղադրիչների համար ներկայացնենք հաշվի առնելով, որ գլանային կոորդինատային համակարգում կամայական B վեկտորի ռոտորը կարող է ներկայացվել 2,352 արտահայտության տեսքով։ Մենք դա ստացել ենք 7-րդ դասում եւ դա բերված է հղումների բաժնում։ Այստեղից եթե բաց անենք այս դետերմինանտը, մենք ստանում ենք 3 արտահայտություններ՝ 4,5,10a, 4,5,10b եւ 4,5,10c, որոնք կապում են էլեկտրական դաշտի բաղադրիչները մագնիսական դաշտի բաղադրիչների հետ։ Շարունակելով այժմ դիմենք Մաքսվելի երկրորդ հավասարմանը, այն տեսքով, որը բերված է 3,2,24a արտահայտությամբ։
Եվ մենք կարող ենք գլանային կոորդինատներում այդ հավասարումը տրոհել 3 առանձին հավասարումների, որոնք գրված են էլեկտրական եւ մագնիսական դաշտերի բաղադրիչների համար։ Այնուհետև հետևելով նույն ընթացակարգին արտահայտենք էլեկտրական եւ մագնիսական դաշտերի լայնական բաղադրիչները դրանց երկայնական բաղադրիչների միջոցով, այնպես ինչպես մենք արել էինք ուղղանկյուն կոորդինատային համակարգում։ Եվ այս պարագայում հանգում ենք 4-5-12a մինչև 12d հավասարումների համակարգին, որոնք գրված են էլեկտրամագնիսական դաշտի լայնական բաղադրիչների համար H-ρ, H-φ, E-ρ եւ E-φ։ Այժմ տեսնենք, թե ինչ տեսակի ալիքներ կարող են գոյություն ունենալ ուղղորդող համակարգերում։ Եթե համատելու լինենք ուղղանկյուն եւ գլանային կոորդինատային համակարգերի համար գրված այս հղումներում բերված բոլոր առնչությունները, որտեղ ներկայացված են E եւ H դաշտերի լայնակի բաղադրիչների կախվածությունները դրանց երկայնական բաղադրիչներից, ապա կարող ենք գալ հետևյալ եզրակացությունների։ Առաջինն այն է, որ ցանկացած ուղղորդող համակարգում էլեկտրամագնիսական ալիքի դաշտի լայնակի բաղադրիչների արժեքները կլինեն ոչ զրոյական այն դեպքում, երբ EZ-ը հավասար չէ 0-ի, կամ HZ-ը հավասար չէ 0-ի, կամ միաժամանակ երկուսը, այս բոլոր առնչությունների մեջ։ Այս առումով ընդունված է տարբերել ալիքների երկու տեսակ՝ E ալիքներ կամ TM ալիքներ, որը այլ կերպ ասած լայնակի մագնիսական ալիքներն են, transverse magnetic waves, եւ M տիպի ալիքներ կամ TE ալիքներ, որոնք իրենցից ներկայացնում են լայնակի էլեկտրական տիպի ալիքներ, transverse electric waves, կամ տվյալ փոխանցման գծում կարող են միաժամանակ երկուսն էլ գոյություն ունենալ։ Երկրորդը, ալիքային վեկտորի մոդուլի քառակուսին մենք ստացել էինք 4-5-13 տեսքով, որպես օմեգա քառակուսի էպսիլոն a mu 0, եւ հիշենք, թե ինչպես է կապված ալիքի երկարությունը լամդան փուլի գործակցի հետ։ Բետան հավասար էր 2π բաժանած լամդա, դա մենք նախորդ դասերից մեկում արդեն սահմանել էինք։ Սա հաշվի առնելով 4-5-10-ից այս հղումներում բերված արտահայտությունից կարող ենք եզրակացնել, որ տվյալ փոխանցման գծում TM եւ TE ալիքների տեսակների համար ալիքի երկարությունը որոշվում է որպես 2π բաժանած արմատ օմեգա քառակուսի էպսիլոն a mu 0 մինուս k լայնական քառակուսի։ Սա որոշվում է 4-5-15 արտահայտությամբ։ Այս արտահայտությունից կարող ենք տեսնել, որ TE եւ TM ալիքների փոխանցման գծերում ալիքի երկարությունը կախված է հաճախականությունից ոչ գծային օրենքով, ինչը վկայում է, որ սպեկտրի վերջավոր լայնություն ունեցող ազդանշանների փոխանցման ընթացքում նրանք կենթարկվեն դիսպերսիայի, այսինքն կաղավաղվեն։ Եվ երրորդ եզրակացությունն այն է, որ ալիքի մեկ այլ տեսակ կարող է առաջանալ, եթե E եւ H դաշտերի երկայնական բաղադրիչները բացակայում են, այսինքն հավասար են 0-ի։ Տեսնենք, թե դա ինչ ալիքներ են։ Այժմ, եթե ուշադիր նայենք հղումներում բերված ուղղանկյուն եւ գլանային համակարգերի համար գրված այս բոլոր առնչություններին, ապա կարող ենք տեսնել, որ եթե կլոր փակագծերը հավասար են 0-ի, այսինքն եթե եւ EZ-ը եւ HZ-ը հավասար են 0-ի երկայնական բաղադրիչները, եւ եթե հայտարարը կալայնականը զրոյական չէ, ապա պարզ է, որ բոլոր լայնական բաղադրիչները կհավասարվեն 0-ի։ Իսկ եթե ընդունենք, որ այդ k լայնականը հավասար է 0-ի, ապա դա հանգեցնում է անորոշության, եւ դա հույս է ներշնչում, որ էլեկտրամագնիսական ալիքի դաշտի լայնակի բաղադրիչները կարող են լինել նույնիսկ վերջավոր, 0-ից տարբեր։ Այս անորոշությունը հաղթահարելու համար կարող ենք
այս 4-5-10 առնչությունը, որը բերված է հղումների վերջում, հավասարեցնել 0-ի եւ արդյունքում ստանում ենք 4-5-16 արտահայտությունը, որտեղից բետան ստացվում է հավասար օմեգա արմատ էպսիլոն a μ 0։ Այսպիսի բացառապես լայնակի կառուցվածք ունեցող ալիքը կոչվում է լայնակի էլեկտրամագնիսական ալիք կամ TEM transverse electromagnetic ալիք, եւ հեշտ է տեսնել, որ դրա ալիքային վեկտորը կան ուղղված է z առանցքի երկայնքով, ինչը նշանակում է, որ ալիքի փուլային ճակատը ուղղված է z տարածմանը ուղղահայաց, նմանվելով անսահման դիէլեկտրիկ միջավայրում ազատ տարածվող ալիքի, որը մենք դիտարկել էինք նախկինում 15-րդ դասում։ Այժմ անցնենք յուրաքանչյուր տիպի ալիքի մանրակրկիտ դիտարկմանը եւ դա մենք կսկսենք TEM ալիքից, որը կարող է տարածել որոշ տիպի ուղղորդող համակարգերում։ Եթե TEM ալիքի համար ստացված 4-5-17 արտահայտությունը տեղադրենք էլեկտրամագնիսական ալիքի տարածման փուլային արագության արտահայտության մեջ, որը մենք նախկինում ստացել էինք 4-4 ձևով, ինչպես բերված է հղումներում, ապա կարելի է տեսնել, որ փուլային արագությունը հաճախականությունից անկախ է, եթե իհարկե ենթադրենք, որ էպսիլոն a-ն հաճախականությունից կախված չէ։ Այդ արագությունն է Vp TEM հավասար է 1 բաժանած արմատ էպսիլոն a μ 0, որը իրենից ներկայացնում է լույսի արագությունը անսահման դիէլեկտրիկում։ TEM ալիքում փուլային արագության հաճախականային կախվածության բացակայությունը նշանակում է, որ ազդանշանի սպեկտրալ բաղադրիչները, ունենալով հավասար փուլային արագություններ ուղղորդող համակարգով անցնելիս, չեն ենթարկվում փոխադարձ ուշացումների, ուստի ազդանշանը չի փոխի իր ձևը, ի տարբերություն TE եւ TM ալիքների, որոնցում առկա է այդ կախվածությունը եւ որը հանգեցնում է ազդանշանի ձևի աղավաղմանը, այսինքն դիսպերսիայի, ինչպես մենք նշել էինք արդեն քիչ առաջ։ Մյուս կողմից, հաճախականությունից կախվածության բացակայությունը ընդհուպ մինչև զրոյական հաճախականություն ցույց է տալիս, որ TEM ալիքը կարող է տարածվել միայն այնպիսի ուղղորդող համակարգերում, որոնցում հնարավոր է էլեկտրոստատիկ դաշտի գոյությունը, որը ունի զրոյական հաճախականություն, եւ դա կարեւոր է։ Էլեկտրոստատիկ եւ մագնիսոստատիկ դաշտերի հավասարումները կարելի է ստանալ Մաքսվելի հավասարումներից, որոնք բերված են հղումներում որպես 3, 2, 22 եւ 24, ընդունելով, որ ժամանակային փոփոխություններ չունենք, այսինքն D-դետեն հավասար է 0-ի։ Այն է նաբլա վեկտորական արտադրյալ Y-ն հավասար է 0-ի էլեկտրոստատիկ դաշտի համար եւ նաբլա վեկտորական արտադրյալ H հավասար է 0-ի մագնիսոստատիկ դաշտի համար։ Այսինքն այս 3, 2, 22 եւ 24 փոխկապակցված հավասարումների համակարգը բաժանվում է երկու հավասարումների էլեկտրոստատիկ եւ մագնիսոստատիկ դաշտերի համար, որոնք կարող են գոյություն ունենալ միմյանցից բացարձակ անկախ։ Այս երկու 4, 5, 18a եւ 18b արտահայտությունները գրված են տարածության այն ծավալների համար, որոնք չեն պարունակում դաշտի աղբյուրներ։ Եթե մասնավորապես դիտարկենք 4, 5, 18a-ն, ապա 11-րդ դասի ընթացքում մենք արձանագրեցինք, որ այն վկայում է, որ էլեկտրոստատիկ E դաշտը ունի պոտենցիալ բնույթ, քանի որ եթե ներկայացնենք E վեկտորը որպես որոշ տարածական սկալար ֆունկցիայի գրադիենտ, ինչպես բերված է այստեղ 4, 5, 19 արտահայտության մեջ, E-ն հավասար է մինուս գրադիենտ φ կամ նաբլա օպերատորի օգնությամբ գրվում է մինուս նաբլա φ, ապա 4, 5, 18 ան նույնականապես վեր է ածվում 0-ի,
Սա կարելի է հեշտությամբ ստուգել, եթե այս 4-5-19 արտահայտությունը տեղադրենք 4-5-18-ի մեջ։ Նորից նշեմ, որ 11-րդ դասում ներկայացված տարածական կոորդինատների սկալար այս φ ֆունկցիան կոչվում է էլեկտրական դաշտի պոտենցիալ։ Այդ նույն դասի ընթացքում նշել էինք նաև, որ պոտենցիալ էլեկտրական դաշտի աղբյուր է հանդիսանում միայն ազատ էլեկտրոնային լիցքերը։ Նրանց ուժային գծերը, այսինքն էլեկտրական դաշտի ուժային գծերը պայմանականորեն սկսվում են դրական լիցքերի վրա եւ վերջանում բացասական լիցքերի վրա։ Նշենք այստեղ, որ մագնիսական լիցքեր բնության մեջ գոյություն չունեն, ուստի H դաշտը չի կարող իրենից ներկայացնել պոտենցիալ դաշտ, այլ միայն մրկային։ Այնուամենայնիվ, էլեկտրամագնետիզմի որոշ կիրառումներում մտցվում է այսպես կոչված մագնիսական վիրտուալ լիցքերի հասկացությունը, որը թույլ է տալիս Մաքսվելի հավասարումների համակարգը բերել սիմետրիկ տեսքի։ Այստեղ այս նկար 4-5-3-այում ցույց է տված կամայական լայնական հատույթ ունեցող էլեկտրահաղորդիչ խողովակ, որը դիտարկվում է էլեկտրամագնիսական ալիքների էներգիայի ներքին խոռոչով փոխանցման համար։ Նման կառուցվածք ունեցող համակարգը չի կարող օգտագործվել TEM տիպի ալիքների փոխանցելու համար, այլ միայն TE կամ TM տիպի ալիքների փոխանցելու համար։ Պատճառը հետևյալն է. Եթե ենթադրենք, որ հաղորդիչ նյութից պատրաստված այս գլանաձև կառուցվածքը ծառայում է էլեկտրամագնիսական ալիքի փոխանցմանը իր ներքին ծավալով, ապա ազատ լիցքը կարող է կուտակվել միայն դրա ներքին մակերևույթի վրա, ունենալով միայն մեկ նշան, կամ դրական կամ բացասական։ Սա չի կարող հանգեցնել ստատիկ լայնական էլեկտրական դաշտի առաջացմանը ներսի ծավալում և հետևաբար չի կարող ծառայել TEM ալիքների գրգռման և տարածման համար։ Այս կառուցվածքի ներքին խոռոչում լայնակի էլեկտրական դաշտ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե այս կառուցվածքը վերափոխվի, ինչպես պատկերված է օրինակ նկար 4-5-3-B-ում, այսինքն ունենա երկու անկախ հաղորդիչներից բաղկացած մասեր, որոնք չունեն էլեկտրական կամ այլ կերպ անվանում են գալվանական կապ միմյանց միջև։ Այլ կերպ ասած, կրկնեմ, որ TEM ալիքի ուղղորդող համակարգի կառուցվածքը պետք է պարունակի առնվազն երկու էլեկտրականորեն մեկուսացված հաղորդիչներ A և B, ինչպես դա պատկերված է նկար 4-5-3-B-ում այստեղ հղումների բաժնում։ Գործնականում ամենատարածված կառուցվածքներն են. Առաջինը երկլար հաղորդման գծերը, այնուհետև կոաքսիալ հաղորդման գծերը, կաբելները, կոաքսիալ կամ համառանցք, կոաքսիալ ալիքատարները, սիմետրիկ շերտագծերը, ոչ սիմետրիկ շերտագծերը և վերջապես միկրոշերտային գծերը։ Այժմ անցնենք ուղղորդող այն համակարգերի վերլուծությանը, որոնցում TEM ալիքը հանդիսանում է որպես հիմնական ալիք։ Եվ մասնավորապես այստեղ մենք կդիտարկենք ուղղորդող համակարգի համարժեք ներկայացումը, այսպես կոչված կենտրոնացված պարամետրերով տարրերի օգնությամբ։ Նախ նշենք, որ TEM ալիքը փոխանցման ուղղորդող համակարգի կամ փոխանցման գծի վերլուծությունը հարմար է կատարել գիծը պայմանականորեն փոխարինելով համարժեք կասկադային միացված հատվածներով, ինչպես դա պատկերված է նկար 4-5-4-ում։ Այս փոխարինումը արդարացված է, եթե յուրաքանչյուր հատվածի երկարությունը դելտա Z-ը շատ ավելի փոքր է ալիքի երկարությունից տվյալ գծում, լամբդայից,
Այսինքն հատվածի երկարությունը լինի զգալիորեն փոքր ալիքի երկարությունից, որպեսզի հատվածի սահմաններում կետից կետ շարժվելիս տատանումների փուլը համարվի անփոփոխ։ Աչից այստեղ նկար 4.5.5-ում պատկերված է մեկ հատվածի համարժեք փոխարինման սխեման։ Սա այսպես կոչված գամմա-ձև սխեման է կամ գեաձև սխեման են ասում, ոչ սիմետրիկ միացումով։ Այստեղ կենտրոնացված պարամետրերով տարրերը հետևյալն են. R շտրիխը, որը իրենից ներկայացնում է լարերի միավոր երկարության, այսինքն տեսակարար դիմադրությունը, եւ բնականաբար սրա չափողականությունն է օմը բաժանած մետրի։ G շտրիխը, որը իրենից ներկայացնում է լարերի միջև գտնվող դիէլեկտրիկի տեսակարար հաղորդականությունը, սրա չափողականությունը կլինի Siemens-ը բաժանած մետրի։ L շտրիխը, որը իրենից ներկայացնում է տեսակարար ինդուկտիվությունը եւ սրա չափողականությունն է Henry-ն բաժանած մետրի, եւ վերջապես C շտրիխը, որը իրենից ներկայացնում է լարերի միջև տեսակարար ունակությունը, չափողականությունն է Farad-ը բաժանած մետրի։ Այս հաջորդ 4.5.5b նկարի վրա ցույց է տված նույն գեաձև սխեման, սակայն սիմետրիկ կատարմամբ, այսինքն երբ տարական դելտա Z հատվածը վերաբերում է օրինակ սիմետրիկ հաղորդալարերից բաղկացած փոխանցման գծին։ Ինչպես տեսնում ենք, լարերի դիմադրությունը եւ նրանց ինդուկտիվությունը բաժանվում է երկու մասի եւ վերագրվում յուրաքանչյուր լարին։ Այս հաջորդ նկար 4.5.5c-ում բերված է պեաձև սխեման, փոխարինման պեաձև սխեման ոչ սիմետրիկ միացումով եւ ինչպես տեսնում ենք այս տարական դելտա Z հատվածը այստեղ փոխարինված է այսպիսի սխեմայով, որտեղ լարերի միջև եղած դիէլեկտրիկի ունակությունը եւ հաղորդականությունը բաժանված է երկու մասի եւ պատկերացված RC սխեմաների օգնությամբ երկու կողմից բաշխված։ Այս հաջորդ նկար 4.5.5d-ում պատկերված է նույն պեաձև սխեման, սակայն սիմետրիկ տարբերակով, որը փոխարինում է, ինչպես ասացինք, դելտա Z հատվածը։ Բացի այդ, ես կուզեի նշել հետևյալը. Դուք երևի նկատած կլինեք, որ սիմետրիկ եւ ոչ սիմետրիկ միացումների համար օգտագործվում են տարբեր սխեմաներ։ Բանն այն է, որ սիմետրիկ գիծը սնուցելու համար էլեկտրամագնիսական ալիքի գեներատորի ելքը նույնպես պիտի լինի սիմետրիկ, եւ դա է պատճառը, որ այստեղ օգտագործված է սիմետրող տրանսֆորմատոր, որպես օրինակ։ Նրա միջնակետը զրոյացված է, ուստի լարերին հաղորդվող ազդանշանները ունեն հակառակ բևեռականություններ։ Նշենք նաև, որ կախված նրանից, թե ինչ գեներատոր է օգտագործված որպես էլեկտրամագնիսական ալիքի աղբյուր, կատարված է ընտրությունը տեաձև սիմետրիկ սխեմայի եւ պեաձև սիմետրիկ սխեմայի միջով։ Մասնավորապես տեաձև սխեման օգտագործվում է այն դեպքում, երբ գործ ունենք լարման գեներատորի հետ, այսինքն այնպիսի գեներատոր, որի լարումը կախված չէ նրա բեռից։ Դրանք հաճախ անվանում են տևենենի գեներատորներ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է պեաձև սխեմային, ապա այն կիրառվում է այն դեպքում, երբ ունենք էլեկտրամագնիսական ալիքի հոսանքի գեներատոր, որի հոսանքը կախված չէ կիրառված բեռից։ Այս հաջորդ նկար 4.5.5-ում բերված է դելտա Z հատվածի փոխարինման տեաձև սխեման ոչ սիմետրիկ միացումով։ Եվ վերջապես այս 4.5.5F նկարի վրա պատկերված է դելտա Z-ի փոխարինումը տեաձև սիմետրիկ սխեմայով։
Այս աղյուսակում բերված են առավել տարածված փոխանցման գծերի, առաջնային պարամետրերի հաշվարկի բանաձևերը, այն է R', L', G' եւ C', եւ սրանց դուրսբերումը մենք կշրջանցենք, որտեվ ինքնին այդ դուրսբերումը հետաքրություն չի ներկայացնում, այլ հետաքրություն են ներկայացնում այն արդյունքները, որոնք ներկայացված են այստեղ։ Բանաձևերը վերցրած են Յուլաբի եւ Ռավայոլի դասագրքից, TM ալիքը հանդիսանալով հիմնական ալիք այս ուղղորդող համակարգերում, չի բացառում, որ այստեղ կարող են գոյություն ունենալ նաեւ TE եւ TM տիպի ալիքներ, որոնք դիտարկվում են որպես պարազիտային ալիքներ, եւ նրանց գրգռումը ինչ-ինչ պատճառներով բերում է լրացուցիչ կորուստների։ Եվ դա իր հերթին սահմանափակում է կիրառումների հաճախականային տիրույթը, երբ այդ կորուստները ցածկով աճում են, ինչպես ասացինք, ի հաշիվ այդ պարազիտային ալիքների։ Այստեղ դիտարկենք մի օրինակ, որը վերաբերում է կոաքսիալ կաբելի առաջնային պարամետրերի հաշվարկին, R', L', G', C'։ Այս նույն հաշվարկի ընթացքը բնորոշ է նաև կոաքսիալ ալիքատարների համար, երբ խոսքը վերաբերում է TM ալիքի փոխանցմանը։ Այստեղ մենք ընտրել ենք հաճախականությունը 300 MHz, որը կաբելի համար բավականին բարձր է։ Ընտրել ենք արտաքին հաղորդչի ներքին շարավիղը 4.6 մմ, իր ներքին հաղորդչի շարավիղը 2 մմ, սրանց հարաբերությունը կազմում է 2.3 եւ այդ թիվը կարեւոր է հիշել, հետագայում կհասկանանք, թե ինչի համար է ընտրվում հենց այդ արժեքը 2.3։ Նրանց միջև ընկած այդ երկու հաղորդիչների միջև ընկած դիելեկտրիկի թափանցելիությունը ընտրված է 2.3, այնուհետև դիելեկտրիկի հաղորդականությունը ընտրված է 10-14 Siemens բաժանած մետրի, մետաղի, որը սովորաբար պղինձ է, հաղորդականությունը ընտրված է 5.8 17 Siemens բաժանած մետրի, դա ըստ էության գոյություն ունեցող տարածված մետաղներից ամենաբարձր արժեքն է, եւ վերջապես մագնիսական նյութերը այստեղ բացակայում են։ Լուծումը ստացվում է հետևյալը. սկզբում մենք հաշվարկում ենք RS, այսինքն մետաղի այդ ռնցի մետաղի մակերևույթային դիմադրությունը հայտնի բանաձևով, այն ստացված է 4.52 10-3 օմը բաժանած մետր քառակուսի, հաղորդչի ընդհանուր տեսակարար դիմադրությունը, որը կապված է նախորդի հետ, այն ստացվում է 0.516 օմը բաժանած մետրի, հաղորդիչների ընդհանուր տեսակարար ինդուկտիվությունը, որը ստացվել է 1.67 Հենրին բաժանած մետրի, հաղորդիչների միջև դիելեկտրիկի տեսակարար հաղորդականությունը 7.54 Siemens բաժանած մետրի, եւ վերջապես հաղորդիչների միջև տեսակարար ունակությունը, որը ստացվել է 1.53 10 Ֆարադը բաժանած մետրի։ Նորից հիշեցնեմ, որ այս 4 հիմնական պարամետրերը դրանք վերաբերվում են միավոր երկարությանը գծի տվյալ կետում։ Քիչ առաջ ներկայացված աղյուսակը այստեղ պատկերված է հաշվիչի տեսքով, եւ այս հաշվիչը մշակված է Microsoft Excel ծրագրի հիման վրա, նա թույլ է տալիս հաշվարկել R', L', G' եւ C' առավել տարածված, առավել օգտագործվող տիպի փոխանցման գծերի համար, դրանք են կոաքսիալ կաբելը, սիմետրիկ երկլար եւ շերտային ոչ սիմետրիկ գիծը, այնպես ինչպես բերված էր նախորդ աղյուսակում։ Այստեղ մենք հնարավորություն ունենք տեղադրելով սկզբնական տվյալները, որոնք բերված են հղումների բաժնում, մենք այդ օրինակ 1-ի համար հաշվարկը արդեն կատարեցինք ձեռքով, իսկ այժմ փորձենք կատարել այս հաշվիչի օգնությամբ։ Այստեղ մենք տեղադրենք հաճախականության արժեքը,
3 անգամ 10-ի 8-աշճան, այնուհետև էպսիլոնի արժեքը 2.3, մյուն ընդունում ենք 1, սիգման ընդունում ենք 10-ի մինուս 14 աշճան, մյուսին ընդունում ենք նույնպես 1, քանի որ ոչ մագնիսական նյութի հետ գործ ունենք, և սիգմա սին ընդունում ենք 5.8, 10-ի 7 աշճան։ Բացի այդ, այստեղ մենք ունենք մեծատառ R-ի արժեքը 0.0046 և վերջապես փոքրատառ R-ը ընդունում ենք 0.002 և արդյունքում ստանում ենք կոաքսիալ կաբելի այս սյունակը ներկայացնում է բոլոր տվյալները R', L', G' և C'-ը։ Հարկ է նշել, որ այս աղյուսակի բոլոր վանդակները փակված են, այսինքն բլոկ են արված, որպեսզի պատահաբար չվնասվեն բանաձևերը և աղյուսակի պարունակությունը, բացառությամբ դեղին աղյուսակների, որոնք դուք կարող եք օգտագործել սկզբնական տվյալները մուտքագրելու համար։ Եվ այստեղ այն տվյալները, որոնք մենք ձեռքով հաշվելով ստացանք, բերված են հղումների բաժնում, հեշտությամբ, ինչպես տեսնում եք, ստացվում է այս հաշվիչի օգնությամբ։ Այս հաշվիչի Excel ֆայլը դուք կարող եք գտնել ձեր էկրանների ներքևի մասում և ներբեռնել հետագա օգտագործման համար։ Ես կհորդորեի բոլորին, ովքեր ծանոթ են Microsoft Excel ծրագրին, ինքնուրույն փորձել մշակել այսպիսի մի հաշվիչ։ Պարզ է, որ հաշվիչի կոնֆիգուրացիան դուք կարող եք կամայականորեն ընտրել այնպես, ինչպես ձեզ է հարմար։ Սրանով մենք ավարտում ենք մեր այսօրվա դասը, հաջորդ դասին մենք շարունակենք TEM ալիքների տարածումը ուղղորդող համակարգերում և ես կուզեի շնորհակալությունս հայտնել իմ բոլոր հյուրերին և բաժանորդներին, ցանկանալ լավագույնս, հաջողություններ։